Բարոյ սիրելի հայրենակիցներ, այսօր հոկտեմբերի 13-ն է։ Մենք կրկին շարունակում ենք այս ֆորմատով ձեզ հետ շփվել, բայց վաղվանից վերադառնում եմ արդեն Ախալցխա եւ արդեն մեր ստուդիայից կշարունակենք մեր բնականոն աշխատանքը։ Այսօր ուղղակի ուզում եմ խոսել Շարմ Էլ-Շեյխում տեղի ունեցող գագաթնաժողովից, խաղաղության գագաթնաժողովն է այնտեղ հիմա ընթանում, գիտեք, չափազանց կարևոր իրադարձություն է եւ այնտեղ է գտնվում նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաեւ Իլհամ Ալիևը, Թրամփի հրավերով են գտնվում եւ ոչ միայն Թրամփի, այլ նաեւ Եգիպտոսի նախագահի հրավերով են գտնվում նրանք այնտեղ։ Շատ կարևոր, չափազանց կարևոր իրադարձություն է։ Ռուսաստանը այնտեղ չի մասնակցում, հրավիրող չի եղել, որքան հասկացա, եւ այստեղ ամենակարևորը այն է, որ կրկին Թրամփի հետ հանդիպում է տեղի ունեցել, զրսեխում է տեղի ունեցել քիչ առաջ եւ մի փոքր զրուցել են Փաշինյանը եւ Թրամփը, բայց միայն այդ հանդիպումը չի եղել։ Մենք տեսնում ենք, որ հանդիպում է եղել նաեւ Իլհամ Ալիևի եւ Նիկոլ Փաշինյանի միջև է տեղի ունեցել հանդիպում, ու մեկ շաբաթվա մեջ սա արդեն երկրորդ հանդիպումն է փաստացի երկու երկրների առաջնորդների միջև։ Ահա թե ինչքան հաճախակի է դարձել այդ հանդիպումը։ Ընդհանուր առմամբ այդ գագաթնաժողովը կարևոր է նրանով, որ Թրամփը շատ կարևոր ծրագրեր է կյանքի կոչում, գիտեք, ինքը ձգտում է խաղաղության Նոբելյան մրցանակի, այս տարի իրեն չտրվեց այդ մրցանակը, դիմում էլ ներևի չէին հասցնել մտցնել Նոբելյան մրցանակ ստանալու համար, բայց շատ ակտիվ նա հիմա աշխատում է, որպեսզի արդեն հաջորդ տարի 2026 թվականին իրեն տրվի Նոբելյան մրցանակը, բայց կարծում եմ միայն դա չէ, ինքը ուղղակի ձգտում է դառնալ աշխարհի այն առաջնորդը, որը որ բազմաթիվ երկրների միջև կարողացել է խաղաղություն հաստատել։ Դա իր համար չափազանց կարևոր է։ Հիմա այդ հավաքը, որը որ տեղի ունենում է Եգիպտոսում, հիմնականում միտված է այդ հարցին։ Ինքը հպարտանում է, որ բազմաթիվ երկրների միջև կոնֆլիկտներ է լուծել, այդ թվում նաև Հայաստանի եւ Ադրբեջանի, կրկին հիշատակել է Հայաստանը եւ Ադրբեջանը, եւ հիմա հիմնականը օրակարգում Պաղեստինի հարցն է։ Պաղեստինի հարցն է, որը որ նույնպես կարծես թե իրեն հաջողվեց լուծել, ինչ որ չափով, համենայն դեպս այդպես է երևում, արդեն այսօր փոխանակում է տեղի ունեցել, պաղեստինցիները 20 գերիներ են ազատ արձակել, Կարմիր խաչին են հանձնվել այդ գերիները, եւ Իսրայելն էլ իր հերթին ազատ է արձակել պաղեստինցիներին։ Նույնիսկ կադրերական, թե ինչպես են այդ պաղեստինցիները հանդիպում իրենց հարազատների հետ, սիրելի հայրենակիցներ։ Ահա այս առումով չափազանց կարևոր է այդ հավաքը եւ այն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները նույնպես ներկա են, դա եւս շատ բանի մասին է խոսում, այսինքն Ալիևն էլ է կողմ, որ այս պահի դրությամբ իրենը ձեռնտու է նույնպես, որ խաղաղություն լինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Այսինքն մենք գիտենք նաեւ Ալիևի ցանկությունները, բայց այս պահին կրկնեմ աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով, շատ լավ հասկանալով այն ամենը, ինչ տեղի ունենում աշխարհում, իրեն ձեռնտու է դարձել, որպեսզի ինքն էլ մասնակցի այդ գագաթնաժողովին եւ խոսի խաղաղությունից։ Հենց բացի առաջին անգամ հանդիպում է տեղի ունեցել, մենք տեսանք նաեւ այդ լուսանկարը Պակիստանի վարչապետի եւ Փաշինյանի միջև, Ալիևն էլ այնտեղ ներկա եղել, հանդիպում, որը երբեք չի եղել, այսինքն առաջին անգամ նման հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի ղեկավարի եւ Պակիստանի ղեկավարի միջև։ Թրամփը նաեւ եղել է Իսրայելում, երևի այդ մասին գիտեք, շատ լավ դիմավորություն են կազմակերպել Թրամփին, չնայած որ Քնեսետում որոշ խնդիրներ եղել են, բայց ընդհանուր առմամբ շատ մեծ դիմավորություն է կազմակերպվել Իսրայելում Թրամփի համար։ Հիմա այնտեղ նաեւ միջազգային ուժեր կարող է տեղակայվեն Իսրայելում, Գազայի շրջանում, որքան ես հասկանում եմ, ճիշտ է ռազմական գործողությունների չեն մասնակցելու ամերիկյան զորքերը, բայց
ամեն ինչ հուշում է ինձ այն մասին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ կարևոր եւ լուրջ ներկայություն կունենան Մերձավոր Արևելքում, Իսրայել եւ Գազայի միջև։ Այսինքն ստացվում է այնպես, որ կարծես թե իրոք, չեմ ուզում շտապել, բայց իրոք Թրամփին հաջողվում է լուծել այդ շատ երկարատև կոնֆլիկտը Գազայի, պաղեստինցիների եւ Իսրայելի միջև։ Կրկին առաջ չենք գնանք, քանի որ շատ բարդ, շատ խոր արմատներով կոնֆլիկտ է այդ կոնֆլիկտը, բայց հիմա այնինչ տեղի ունենում Եգիպտոսում, հենց հիմնականում այդ հարցին է միտված։ Եվ դա է հիմք տալիս շատերին խոսելու այն մասին, որ եթե այդ կոնֆլիկտը կարողացել է լուծել Դոնալդ Թրամփը, այսինքն իր միջնորդությամբ լուծվել է այդ խնդիրը, ապա վաղը նաև Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև նույնպես նա կկարողանա լուծել այդ պատերազմական իրավիճակից դուրս գալ։ Հակամարտություն չասենք, քանի որ լուրջ պատերազմ է գիտենք։ Դե Հայաստանի եւ Ադրբեջանի մասին մենք ավելի լավ ենք եղել, գիտենք թե որքան խորներ թշնամանքը, որքան բարդ իրավիճակը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ այդտեղ եւս իրոք կարևոր դերակատարություն ունեցավ Դոնալդ Թրամփը, չնայած որ կողմերը բավականին երկար էին դնում հենց այդ խաղաղությանը, մինչև Թրամփն էլ քննարկում էին խաղաղության պայմանագիրը, սակայն աշխարհաքաղաքական իրավիճակը այնպես փոխվեց, որ Ադրբեջանը ստիպված եղավ Դոնալդ Թրամփի ներկայությամբ գնալ այդ քայլին եւ հիմա հաստատի մենք իրոք ունենք խաղաղություն նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ շատերը դրա համար ասում են, որ այն փաստաթուղթը, որը կնքվեց օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, այն կարող է նույնիսկ առավել լինել, քան խաղաղության պայմանագիրը։ Չնայած որ մենք բոլորս սպասում ենք, որ կգա օրը, երբ այդ պայմանագիրը եւս կստորագրի եւ ավելի կամրապնդի խաղաղությունը երկրների միջև։ Մի երկու խոսքով կարելի է անդրադառնալ նաեւ Պակիստանի եւ Աֆղանստանի միջև պատերազմական գործողություններին, ռազմական արդեն մի քանի օր է մենք նման տեղեկություններ ունեինք եւ երեք ավելի լուրջ բախումներ են փաստացի գրանցվել Պակիստանի եւ Աֆղանստանի միջև, բայց Պակիստանը կարողացել է բավականին դիրքեր գրավել, այդտեղ նաեւ մարդիկ են զոհվել, երկու կողմից էլ կան զոհեր, բայց հետո նաեւ այդտեղ եւս խոսել են միջամտել եւ կարգավորել են այս պահի դրությամբ այնտեղ եւս ռազմական գործողություններ չեն ընթանում, ես որքան տեղյակ եմ այս պահի դրությամբ, շատ ակտիվ դերակատարություն են ունեցել արաբական երկրները, Եգիպտոսը եւ այդ պատերազմական գործողությունները այնտեղ եւս դադարեցվել են։ Հիմնականում այսքանը սերելի հայրենակիցներ, բայց այս պահի դրությամբ կրկնեմ Եգիպտոսում հիմա չափազանց կարևոր հանդիպումներ են տեղի ունենում, ես հուսով եմ, որ մի փոքր ավելի ուշ, կարող է վաղը, մենք ավելի մանրամասն տեղեկություններ ունենանք, ինչայլոց ես վաղը վերադառնում եմ արդեն ինչպես նշեցի Ախալցխա եւ 1-2 օր մեր ստուդիայից ավելի հանգիստ նորմալ ռեժիմով կկարողանանք շարունակել մեր աշխատանքները եւ ընդհանուր առմամբ հույսով եմ, որ մեկ շաբաթվա ընթացքում կկարողանամ կամաց վերադառնալ աշխատանքային բնականոն փուն։ Բոլորին հաջողություններ եմ մաղթում, այս պայմանությամբ այսքանը հաջողություն կհանդիպենք։